Փաշինյանը հայտարարեց, որ եթե իրեն ժողովուրդը չընտրի, սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Սրա ենթատեքստը որն է եւ որտեղից է այս տեղեկությունը, որ եթե Նիկոլ Փաշինյանը վարչապետ չլինի, ապա Հայաստանին պատերազմ։ Դրա ենթատեքստն այն է, որ ընդդիմադիր ուժերը ակնհայտորեն պատերազմ են տենչում եւ նրանց համախումբը պետք է անվանել պատերազմի կուսակցություն։ Հայտարարում են, դուք չեք լսում, դուք ճիշտ չեք լսում նրանց հայտարարությունները։ Երբ որ ասում են, որ պետք է ռևիզիա անեն խաղաղության համաձայնագիրը, երբ որ ասում են, որ պետք է ռևիզիա անեն TRIP-ի համաձայնագիրը, երբ որ ասում են, որ TRIP-ի վրա պետք է բերեն չինական կամ ռուսական երաշխավորություն, այդ ամեն ինչ պատերազմի ուղիղ տեքստ է, ուղիղագույն տեքստ է։ Ինչ ԱՄՆ-ի երաշխավորություն։ Եթե ԱՄՆ-ից դուք վտանգներ չեք տեսնում հիմա։ Ինչ վտանգներ ԱՄՆ-ից։ ԱՄՆ-ն հիմա Իրանի հետ պատերազմի մեջ է, պարոն Ալեքսանյան, եւ հիմա եթե ԱՄՆ-ին տրամադրվի այդ թրիվ ճանապարհը, վտանգ չի լինելու այստեղ։ Հայաստանը հայտնվում է երկու թշնամական պետությունների արանքում։ Գուցե Իրանից վտանգ լինի, գուցե։ Այսինքն նկատում եք Իրանը պետք է Հայաստանի տարածքը ինչ անի, ռմբակոծի, այդ ինչ եք ասում։ Վտանգներ չեք սպասում։ Չէ, չենք սպասում, որովհետև մենք ունենք փայլուն հարաբերություններ ԱՄՆ-ի հետ, մենք ունենք փայլուն հարաբերություններ Իրանի հետ եւ դա մեր դիվանագիտության շնորհիվ։ Բայց Իրանի քաղաքական գործիչներն էլ նշում են, որ մենք եւս, որ իրենք եւս ընդունում են, որ Հայաստանի հետ բարեկամ պետություններ են, սակայն Հայաստանը հայտնվում է երկու թշնամական պետությունների արանքում։ Ես ասում եմ, մենք ունենք փայլուն հարաբերություններ եւ Իրանի հետ, մենք ունենք փայլուն հարաբերություններ ԱՄՆ-ի հետ։ Պարոն Ալեքսանյան, քաղաքական հետևանքը ո՞րն է։ Ճիշտ դիվանագիտությունը, հենց դա է ճիշտ արտաքին քաղաքականությունը, այո, որ աշխարհում նույնիսկ եթե պատերազմ լինի, ինչի համար մենք շատ ցավում ենք եւ աղոթում ենք, որ բոլոր մարտական գործողությունները, բոլոր պատերազմները հնարավորինս շուտ ավարտվեն։ Մեր մոտ լինի պատերազմի մասին չի խոսում, ինքը ընդդիմությունը նշում է, որ արժանապատիվ խաղաղություն։ Հա, արժանապատիվ, երբ որ կներեք, էլի, երբ որ ասում են տարածքային պահանջներ են ներկայացնում Թուրքիայից, դա ինչի մասին է, խաղաղության մասին է։ Դա խաղաղության մասին է, հիմա ձեզ հարց եմ տալի, ասում եք խաղաղության մասին է խոսում, դա Թուրքիայից տարածքային պահանջը, խաղաղության մասին է, թե պատերազմի։ Երբ որ ասում են Արարատը մերն է։ Արարատը տարածական առումով չափելի, տարածական առումով, այո, մեր համար չպետք է մեր պատմությունը չպետք է մոռանանք, հայ ժողովրդի պատմությունը չպետք է մոռանանք։ Շատ լավ։ Այո, Ուրմյալի կներեք, մի վարքյան, էլի, կներեք, մի վարքյան։ Ուրմյալիչն էլա պատմականորեն մերն է եղել։ Հիմա ինչ անենք, ասենք Ուրմյան մերն է։ Չասենք, բախի չասենք, մի վարքյան։ Ինչ կապ ունի դա։ Դա ինչ կապ ունի ընդհանրապես։ Պարոն Ալեքսանդր, ձեր ասածը ո՞րն է, կներեք, էլի մի վարքյան։ Ձեր ասածը, այսինքն հիմա Իրանից դե եկեք մի վարքյան։ Չէ, մոռացության չտանք, եկեք ձեր ասածով առաջարժվենք, Իրանին ասենք, այ նվաճող եսի մինչեր, մի հատ շուտ Ուրմյալիչը հարակից շրջաններով մեր պատմական հողերը տվեք, Վրաստանին ասենք մի հատ շուտ Ջավախքը տվեք, Ադրբեջանին ասենք Ղարաբաղը, Նախիջևանը, այս մեկը տվեք, Թուրքիային ասենք Արևմտյան Հայաստանը տվեք ու ասենք այսենց խաղաղություն ենք մենք ուզում։ Ղարաբաղում նույն Շուշիում դուք էիք վարում։ Ինչու էիք գնացել։ Փաստորեն այլ երկրի պետություն եք հատել։ Եթե ձեզ համար Արցախը Չէ, կներեք, դուք մի փոխեք այդ թեման։ Չէ, կներեք, չի աշխատի։ Մի վարքյան, այս համակարգը, մի վարքյան, հիմա դուք այսինքն պնդում եք, որ մենք պետք է այս 4 պետություններից այս 4 տարածքային պահանջները ներկայացնենք, թե չէ։ Ձեր տեսակետը այլ։ Չէ, իմ տեսակետը ես հայտնեմ, որ չէ, չպետք է մենք 4 մեր հարևան պետություններից 4-ից է տարածքային պահանջ ներկայացնենք, որտեղ դա ինքնասպանություն է։ Ձեր կարծիքը որն է, պետք է ներկայացնենք, թե չէ։ Չէ, կներեք, մի փոխեք թեման։ Պետք է ներկայացնենք, թե չպետք է ներկայացնենք։ Դուք ասեք։ Ես ասում եմ, չպետք է ներկայացնենք, հիմա դուք ասեք, պետք է ներկայացնենք, թե չպետք է ներկայացնենք։ Չէ, դուք հարց չեք տալիս մենակ, դուք նաև ասեք ընդդիմության տեսակետով պետք է ընդդիմություն ով է ասում պետք է մոռացվի։ Դուք ասում եք մենք Արցախ չկա, Ղարաբաղ է, Արարատ չկա, Արարատից պետք է հեռանալ։ Ոնց Արարատ չկա, ով է ասում Արարատ չկա։ Դուք չեք տեսնում Արարատը որ կա։
ֆիզիկապես գուցե կա։ Դուք չեք տեսնում, այսինքն դուք ինչ որ գոյաբանական խնդիր։ Պարոն Ալեքսանյան, դուք ասում եք Արարատը կա, բայց հայ ժողովրդինը չի։ Այսինքն ձեզ համար նորություն է, որ Հայաստան-Թուրքիա սահմանը այնպես անցնում, որ Արարատը այդ սահմանից այն կողմը։ Դա ձեր համար նորություն է, հա։ Դից աշխարհ եմ հիմա ձեր համար բացատրում։ Ուզում եք մի հատ նոր շոկային նորություն ասեմ, երկրագունդն էլ կլոր է։ Այդ ավելի շոկային է ինձ թվում է ձեր համար։ Ձեր վրա փակցված Հայաստանի քարտեզը վերջնական տեսքն է, որովհետև մինչև այդ դուք Արցախը ընդունում էիք, դուք շատ տարածքներ ընդունում էիք, Տավուշում որ շատ տարածքներն էիք։ Արցախը ընդունում էիք, Տավուշում հատվածներ։ Ինչա նշան, որ հատվածները հետաքրքիր է, հա, այդ Տավուշի բոլոր հատվածները այս քարտեզի վրա ներառված են։ Շատ լավ, պարոն Տավուշի Ալեքսանյան, բոլոր հատվածները այս քարտեզի վրա այստեղ ներառված են, այո, այստեղ ներառված են, այստեղ այո կան, բոլորը ներառված են, որովհետև դրանք Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքներն են եւ վերադարձվելու են Հայաստանի Հանրապետությանը դեմարկացիայից ու դելիմիտացիայից հետո։ Ադրբեջանցի զինվորների հետ միասին այդտեղ։ Ասում եմ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի, այս քարտեզի վրա դուք էլ չկաք, օրինակ անձամբ պատկերված չեք մի վարքեմ։ Դուք եմ հա պատկերված չեք, բայց այնուամենայնիվ թույլ տվեք ասել, որ բոլոր Հայաստանի Հանրապետությանը պատկանող սուվերեն տարածքները դեմարկացիայից եւ դելիմիտացիայից հետո վերադարձվելու են Հայաստանի Հանրապետությանը։ Եվ նորից ինչ սահմաններ են հանձնվելու Ադրբեջանի սահմանազատման, այսինքն ինչա նշանակում ինչ սահմաններ են։ Սահմանագծումից Հարգելիս, այն ինչը կա այս քարտեզի վրա, դա մերն է։ Այն ինչը չկա այս քարտեզի վրա, մերը չէ։ Նշանը կա այդ քարտեզում։ Այո։ Այն ինչը կա այս քարտեզի վրա մերն է, այն ինչը չկա այս քարտեզի վրա մերը չէ։ Արցախաշենն էլ կա։ Պարոն Ալեքսանյան, նաև ես կցանկանամ եւ բարոյական եւ քաղաքական գնահատականը տակ Նիկոլ Փաշինյանի եւ Արցախցի Արմինե Մոսյանի։ Այո, խանգիստ խմեք։ Արմինե Մոսյանի միջև տեղի ունեցած միջադեպին ընդ որում որ փոքր երեխայի ներկայությամբ այս ամենը տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանը նախ առաջարկեց մերժում ստացավ արցախցի կնոջից եւ նորից առաջարկեց պնդելով որ իր երեխան այդ քարտեզում է մեծանալու ընդ որում շատ ագրեսիվ կերպով շատ այսպես բարկացած մատ թափ տալով խոսում էր կնոջ հետ սա ինչպես է գնահատում վարչապետը իր էմոցիաների հավելյալ էմոցիաների համար ներողություն ա խնդրել ու դա ես կարծում եմ շատ ճիշտ Բա ինչ էր։ Իսկ ակնհայտ չէր որ դա էմոցիա է։ Այս կներեք մի վարքյան, էլի կներեք։ Դա էմոցիա էր եւ վարչապետը այդ էմոցիայի հավելյալ էմոցիայի համար, գուցե անհարկի էմոցիայի համար ներողություն ա խնդրել թետիկնոջից նաեւ հայտնելա որ պատրաստ է նաեւ անձամբ մոտենալ, եթե իրանց ինչ որ հարմար տեղ կա, նույն ուղիղ եթերում բոլորի առաջ ներողություն խնդրել, բայց իմ համար ողբերգություն է որ հետո մամուլում արդեն տեսա որ այդ կինը օրինակ Հայաստանի 680,000 քաղաքացիների ժեխ անվանել, տարատեսակ վիրավորանքներ անվանել, պատահական փողոցում հարցման ժամանակ իրեն տհաճ միտք հայտնած քաղաքացի կնոջ ինչ որ նկար է տեղադրել, խոտակեր անվանել ընդամենը քաղաքական հայացքների պատճառով, այ դա ես համարում եմ անասելի վատ բան ու կարծում եմ որ չէր խանգարի նաև որ այդ տիկինը ներողություն խնդրեր Հայաստանի 680,000 քաղաքացիներից, որոնց վճարած հարկերով օրինակ իր հորեղբայրը Լեռնային Ղարաբաղի Դաշնակցության խմբակցության ղեկավարը աշխատավարձ է ստացել միջև այն պահ, երբ որ իրանց թայֆով իշխանություն զավթեցին Ղարաբաղում ու հանձնեցին Լեռնային Ղարաբաղը լուծարեցին։ Մշտապես հարկերի մասին եք խոսում, իսկ երբ եք խոսելու այն մասին, որ Արցախը ջրային ռեսուրսներ էր տրամադրում Հայաստանին, ցորեն էր տրամադրում Հայաստանին, Արցախի քաղաքացիները եւս հարկեր էին վճարում, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները վճարում էին 20% հարկ, արցախցիները վճարում էին 15% հարկ, ընդ որում անորոշ ապագայով ապրելով այնտեղ։ Երբ եք դրա մասին խոսելու, դուք արդյոք ճշնամակ, որ արցախցիները եւս բան են արել, դուք ներկայացնում եք այն ձև, որ արցախցիները ոչինչ չեն արել։ Չէ, կներեք, դուք ներկայացնում եք, որ ցորեն էին տալիս, իբր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները սոված էին Ղարաբաղից իրանց ծրի ցորեն էր բերվում, այդպես չի։ Ցորենի դիմաց Հայաստանի Հանրապետությունը ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիները վճարել են 1000 ներողություն։ Բայց մեկ հարկ էին տալիս, այո, բնական կներեք էլի։ Կներեք մի վարքյան, կներեք մի վարքյան։ Ասում եք հարկ էին տալիս, այո, բնականաբար հարկ էին տալիս։ Բայց դուք այնպես եք ներկայացնում, որ այնպես եմ ներկայացնում, որովհետև այդ բյուջեի առհասարակ Լեռնային կներեք էլի, հիմա ես ուզում եք իրոք մենք խոսենք Լեռնային Ղարաբաղի պետական ապարատի ուռճացվածության ու այնտեղի աշխատավարձերի ու մնացածի մասին։ Ուզում եք խոսենք այդ մասին։
Ինչքան էր այնտեղ ստանում ուսուցիչը, ինչքան էր ստեղ ստանում ուսուցիչը։ Ինչի հաշվին էր մեկ դրույքը մինչև 2020 թվականը կազմում էր 99,000 դրամ։ Եթե սխալ եմ ասում, թող ուսուցիչները հերքեն։ Շատ լավ։ Ես ձեզ ասում եմ, որ Հայաստանի Հանրապետության համեմատ Լեռնային Ղարաբաղում աշխատավարձերը միշտ եղել են բարձր նաև մեր իշխանության ժամանակ, որտեղ այո մենք էլ ենք համարել, որ անչափ կարևոր է, որ Ղարաբաղում մարդիկ ապրեն, մարդիկ շարունակեն մնալ, որ մարդիկ աշխատեն։ Ու այո, դրա համար վճարել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Ես չեմ ասում, որ դրա համար պետք է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին դիտարկել որպես բարձր կարգի Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին, ցածր նման բան գոյություն չունի, բայց ասում եմ, որ չի կարելի հենց այդ փողերով, այդ հարկերով Լեռնային Ղարաբաղը պահած քաղաքացիներին 680,000 այդ քաղաքացիներին անվանել ժեղ, անվանել խոտակեր, անվանել էսինչ, հազար ներողություն, էլի կներեք։ Ասում եք 5,000 դրամով ձեր քաղաքական հայացքների պատճառով, ասում եք 5,000 դրամով ցույցի են գալիս 5,000 դրամանոցներ են։ Կներեք, ով որ 5,000 դրամով ցույցի է գնում, նրան պետք է ասել, որ նա 5,000 դրամով ցույցի է գնում, ով չի գնում։ Դա քաղաքական տեսակետ չի, դա ապացուցված քրեական գործեր են։ Դեպքում էլ արցախցիները Չէ, կներեք, դա ապացուցված քրեական գործեր են, դրանք խիստ տարբեր են։ Եթե դուք ինձ բերեք ինչ-որ մի հատ գաղտնա լսում, որ 680,000 կա, այսինքն, բայց ես չհասկացա այդ ձեր մոտ։ Այսինքն դուք համեմատության մեջ եք դնում փողի դիմաց ցույցի գնացողին փողի դիմաց ցույցի գնացող անվանելը 680,000 քաղաքացում ով է տենց բան ասել բոլոր, ով է ասել, ով մի ստեք, ով է ասել։ Ով է բոլոր արցախցիներին, բոլոր ղարաբաղցիներին քպականներից նման բան ասել։ Ով, ցույց տվեք ինձ։ Ակցիաների ժամանակ որ գնում եք, դուք ասում եք 5,000 դրամով են արցախցիներին բերում ցույցերի մասնակից դարձնում։ Ասում եք բոլոր ղարաբաղցիներին եք ասել, ասում եմ կոնկրետ որ ղարաբաղցի, ով է ասել բոլոր ղարաբաղցիներին նման բան։ Չէ։ Սրբազան պայքարին երբ մասնակցել են, ասել են։ Բոլոր ղարաբաղցիները մասնակցել են սրբազան պայքարին։ Բոլոր լուրջ եք ասում։ Բոլորը չեմ ասում։ Դե բա ասում եք դուք բոլորին եք ասում, այսինքն այսենց սիրելի քաղաքացիներ, այ հենց այսպես ձեզ փորձում են մանիպուլացնել, այ հենց այսպես սիրելի ղարաբաղցիներ ձեզ փորձում են ներկայացնել, թե ձեր բոլորի ասեին նման բան ասում։ Ղարաբաղցիներ չեն ասում։ Հաստատ ղարաբաղցիներ չեն։ Կներեք, էլի մի րոպե ասում եք ղարաբաղցիներ չեն, հաստատ ղարաբաղցիներ չեն։ Այդ մարդիկ իրանք ղարաբաղցի չեն անվանում։ Չկա նրանց մեջ շատ մարդ, որ ինքն իրան ղարաբաղցի է անվանում։ Այդ ինչ ուղղում է։ Այլ ենթատեքստով եք։ Այսինքն այլ ենթ։ Դուք չգիտեք ես ինչ ենթատեքստով եմ ասում։ Դուք չգիտեք ես ինչ ենթատեքստով եմ ասում։ Պարոն Ալեքսանյան, կրկին վերադառնալով Նիկոլ Դուք Փաշինյանի փորձում եք իմ մտքերը մեկնաբանել, այսինքն ինքս ինձ վերագրում եք մտքեր ու փորձում եք նման մտքեր մեկնաբանել։ Վարչապետին վայել էր նման պահվածքը։ Վարչապետին վայելեր են, որ եթե նույնիսկ նա հավելյալ էմոցիա է դրսևորում, ինքը դրա համար պատրաստ է ներողություն խնդրել։ Ու դա հենց այնա, ու դա հենց այնա, ինչը որ շատ պակասել է Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքական գործիչների, է դա պակասել։